Մենք գնում ենք մինչև այս մարդուն նենց թուլացնենք, որ ինքը իշխանությունը կորցնի։ Մենք էդի անում ենք, որ չպարկենք մեր դաշնամուրտը։ Հենց այս գաղափարն է մեր ձևով ժողովրդական շարժումը փոխանցել սյունեցիներին։ Մարզ կատարած այցի ընթացքում գյուղերում ապրողները իրենց հուզող խնդիրներն են բարձրաձայնել, առաջնային համարելով արոտավայրերի բացակայությունը։ Տարած չկա, մեր գյուղը տուժված է։ Տարած մեզ արոտավայր չունի։ 400-500 տնտեսություն, բայց արոտավայր չունի։ Չունի, տուժված։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոստացել է իշխանության գալու դեպքում շենացնել Սյունիքը ու երբեք աչքաթող չանել գյուղացիներին։ Դեպ Սյունիք կատարած այցի ընթացքում Գորիսում եւ Կապանում բացվել է շարժման նոր գրասենյակը։ Նարեկ Կարապետյանը ցավով է խոսել վարչապետի աթոռը զբաղեցրած մարդու վարած քաղաքականության մասին։ Կարապետյանի խոսքով տարիներ շարունակ գորիսեցին չի տեսել թուրքի երես, այնինչ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում տեղ գյուղից այն կողմ չի ապրում ոչ մի հայ։ Երկրին պետք է ղեկավար, ով կարողանում է երկու բան անել՝ ճիշտ բանակցել եւ աշխատատեղեր ստեղծել։